Վերջին տարիների գնաճը դուք համարում եք նորմայի սահմաններում։ Որ ասենք հա, դուք կհավատաք ձեր ասածին, աննորմալ։ Իհարկե ոչ։ Ես համարում եմ, որ սարսափելի բան է կատարվում։ Եթե գույքահարկը 200%-ով ավելացել է 2 տարվա մեջ, դա մի ահավոր բան է։ Դա անընդունելի բան է։ Իսկ բացի դրանից աղբն էլ է թանկացել, աղբի վճարումը։ Ձեզ վրա կոնկրետ աճել է գնաճը։ Իհարկե։ Ազդել է գնաճը։ Իհարկե ազդել է։ Ես թոշակառու եմ։ Եվ գույքահարկը դարձել է 40,000։ Ինչի մասին է խոսքը։ Ես չգիտեմ ուրիշ տեղեր, ուրիշ ռայոններում էլի քաղաքի ոնց է գույքահարկի վճարումը, կենտրոնում սարսափելի բան է։ Եվ ընդհանրապես շատ ծանր վիճակ է, գիտեք Հայաստանում։ Շատ։ Ուղղակի մտածում ես, թե ինչ է կատարում, վարչապետը սկսել է արդեն դհոլ խփել։ Այսօր դրա մասին ասեցին, ուղղակի զարմացա, որովհետև դա խելքին։ Առողջապահության նախարարը պարում է վարչապետը։ Դե հա կպարեն, որովհետև այնքան գումար ունեն, որ այն սոված գայլերի նման հարցակվել են եւ ինչ որ պետք է անում են։ Որ ոչ մի բանից սաղ դժգոհ եմ։ 35 տարի կոոպերատիվի փող եմ ուծել, առեսօր դռներն ընկած չեն տալիս։ Ես որ մի օր այս հարկերը չմուծեն, տուգանք է գալիս, ես ում տուգան եմ ասեք։ Նա դեդ Նիկոլին ասեք էլի, ես ինչ են անում, ես պետություն չի, ես թուրիմացություն է։ Վերջին տարիների գնաճը դուք համարում եք նորմայի սահմաններում։ Ինչի մարդկա որ համարում է նորմալ է։ Օրինակ Նիկոլ Փաշինյան։ Դե Նիկոլ Փաշինյանը իր աշխատավարձը բարձրացնում է, իսկ մեր գնաճը ավելացնում մյուս կողմից։ Ինքը համարում է, որ երկուսից ճիշտ բարձրանում են։ Ման չունեմ ասա։ Երևի։ Չի ազդել ձեզ վրա գնաճը։ Ազդում է բոլորի վրա, բայց դե սա համաշխարհային տնտեսության մեջ նկատվող գործընթաց է, ինձ որ երևի նորմալ է։ Իհարկե ոչ։ Ասենց գնաճը չի տեսել, շաբաթը մեկ գին են աճացնում, տեսնես կարա նորմալ լինի։ Դե տարվա ընթացքում քանի տոկոս է լինում։ Եթե առաջ ձուն առնում էին 40-50 դրամ, հիմա 100 դրամ, 80 դրամ, ոնց կարող է դա նորմալ լինի։ 50% աճել է ամեն ինչի մեջ։ Կատնամտը։ Հաջան։ Փաշինյանն այլ բան է կարծում։ Ես շատ կխնդրեի իրեն մի հատ հետ գնար 18 թիվը, երբ որ ինքը ընտրվեց վարչապետ, այն ժամանակվա խոսացածները, եթե ինքը կատարի, այսօր այս փաստի առաջ մենք չենք կանգնի։ Թող ինքը հիշել է 18 թվին ինչեր էր ասում, երբ որ ինքը ասում էր, եթե ժողովուրդը ինձնից դժգոհի, ես ինքնակամ դուրս կգամ, բայց ջրի նման դուրս է գալիս, ավազի նման տեղում դոփում է։ Так что ինքը լմյա թող իր ասածները հիշի ու կատարի, նոր ուրիշ բաներ խոսա։ Ուրիշ բան չունեմ ես այդ մարդուն ասելու։ Դաժե չեմ էլ ուզում անունը տամ։ Պատկերացրու այդ վիճակի հուսախապ, հուսահատված, հիասթափված ենք իրանից։ Աստված իրա հետ։ Այսքան բան։ Ես ոչ մի բաններ չեմ համարում։ Նայած որ տեսանկյունից նայեք։ Որ տեսանկյունից է նորմալ։ Դե եթե ընդհանուր նայեն գնաճը ամեն տեղեր կա, բայց այս աստիճանը աննորմալ է։